Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամավոսյանն եմ, հանրային ռադիոյի եթերում կրկին երկրորդ շնչառությունն է, առաջին հայկական մեդիա նախագիծը նախատեսված 60 եւ ավելի տարեկան անձանց համար։ Մենք անդրադառնում ենք մեծահասակներին հուզող բոլոր թեմաներին՝ առողջ ապրելակերպ, սննդակարգ, հոբիներ, վաստակած հանգիստ, աշխատանքային իրավունք։ Հաղորդման շրջանակում հաջողությունների պատմությունների շարքում մենք ներկայացնում ենք նաև այն անհատներին, այն ավագ մարդկանց, որոնց կյանքը, կենսակերպը կարող է օրինակ լինել եւ խթան լինել բոլորիս համար։ Այնպես որ նոր թափ եւ երկրորդ շնչառություն վերցրեք։ Այսօր ես հյուրընկալել եմ տիկին Աիդա Մնացականյանին, նա երգում է աշնանային ձայներ երգչախմբում եւ եւս երկու երգչախմբում, ակտիվ կյանքով, առույգ կյանքով է ապրում։ Բարի օր ձեզ տիկին Աիդա, շնորհակալ եմ, որ տաղավարում եք։ Հաղորդումը սկսենք, զրույցը սկսենք ձեր տարիքի մասին հարցից։ Դուք քանի տարեկան եք եւ ինչպես է անցնում ձեր օրը։ Ես 87 տարեկան եմ։ Իմ օրը շատ հագեցված է անցնում, որտեղ ես բարեգործական ճաշարան գնում եմ, այնտեղ երգչախումբ կա, այնտեղ գրական խումբ կա, կարու ձևի, բայց ես չեմ շատ բաներին չեմ մասնակցում, որտեղ առավոտյան 12-ից է, կա բարի խումբ։ Բարի եք գնում։ Հա։ Բարի ասելով այնտեղ եւ երգա, եւ պարա։ Դուք երաժշտական կրթություն ունեք, երաժշտությունը պարը ձեզ մոտ է, ձեր անցած ճանապարհի մասին ասեք։ Այո, ես սովորել եմ Կիրովականի երաժշտական ուսումնարանում, այնտեղ ուսումնարան էր, ոչ թե 7-ամյակ, այլ ուսումնարան, ոնց որ ստեղ Ռոմանոս Մելիքյանը, հետո գնացի կոնսերվատորիայից ամուսնացած չթողեցին մի խոսքով շարունակեմ, մի քանի տարի հետո գրեցին, կանչեցին, չգնացի, այդպես կիսատ մնաց։ Ու սկսեցի աշխատել արդեն երաժշտական գծով, տարբեր հիմնարկներում, երկրորդ մասիվում եմ աշխատել, Աբարան են կանչի հաճախ ձմեռը, գնացող չի եղել, կարիք ա եղել, ինձ տարել են։ Ես այնտեղ քնել եմ ամեն անգամ մի աշակերտի տանը գիշերը կիրակի օրը հետ եմ եկել, ինձ բախտ ա վիճակվել քնեմ Մոնթե Մելքոյանի տանը։ Իսկ ինչ հետաքրքիր պատմություն եք ասում։ Այո։ Հələ պատմեք տիկին Մնացականյան։ Երբ հերթը հասավ արդեն որ այնտեղ պիտի իրանց տանը պիտի քնեի, ես ընդհանրապես մի հատ աղջիկ ունի, ինքը Ռուսալնա երկար հուսերով աղջիկ էր։ Ես նրա հետ մի քիչ խիստ էի վարվում, որտեղ ինքը թունակություններ ուներ, բայց երևի չէր կարողանում, թե տանը գործիք չկար, չեմ իմանում, մի քիչ թուլանում էր։ Ես խստացնում էի, որպեսզի իրան առաջ տանեմ, հետո ինձ հասկացրեցի, որ ինքը Մոնթեի աղջիկն է, իր հետ մի քիչ զգույշ կվարվես, ու այդպես ես այդ գիշեր մնացի իրանց տանը, իր աղջկան էլ տեսա, Ռոզալնային փոքր երեխային սեդան տվեց գիրկս, նստացնելու ճիշի կանելը մեկ եղավ։ Հետո Մոնթեն եկավ ձիով, իրանք ավո էին ասում, եկավ ձիով, ձին կապեց, բարձացավ վերև, բարևեց ու գնաց իրան գործերին։ Տիկին Աիդա, այդ որտեղ։ Աբարանի քուչակում։ Ինչ հետաքրքիր պատմություն է։ Այդ ժամանակ ես Աբարանում էի աշխատում։ Աշխատում էիք որպես երաժշտական դպրոցի դաշնամուրի դասավանդող, դաշնամուրի դասատու։ Ինչ հետաքրքիր է։ Եվ քանի որ մանկավարժների պակաս կար, դա երևի 90-ականներին, չէ՞, 80-ականներին, 90-ականներին։ Այո, 90-ականների երևի։ 80, ճիշտ ասած չգիտեմ հաստատ։ 90-ականների հետո հիշողությունս որ կորցրել եմ, երևի 90-ականների մոտերքներ, այդտեղ եւ աշխատում էի եւ Աբարանում եւ շրջակա գյուղերում։ Չէ, գյուղերում չէ, եւ Թալինում, Չարբախում, հա։ Մի քանի տեղ էի աշխատում, 2 օր մի տեղ էի աշխատում, մյուս 2 օրը մի տեղ էի աշխատում, մյուս 2 օրը Աբարանում ու Քուչակում։
Հետաքրքիր է ձեր բազմազբաղ առօրյան երիտասարդ տարիներին պահպանելու համար եք դուք այսօր ամեն օր ինչ որ միտեղ գնում, այսինքն դուք ձեր տեմպը չեք թողել։ Հա, ես ինքնստիքյան է ստացվում, ինձնից կախված չի։ Ոնց որ մարմինս պահանջ ունի դրա։ Որ ինչ անեք։ Որ շարունակեմ զբաղվեմ նման վազքով, կարելի ասել, շարունակել չհաշված որ ոտքերս շատ վատ վիճակում են։ Բայց դուք ասացիք, որ 3 Սևանի թերակղզի եք գնացել, չէ՞։ Այո, ինձ ասեցին նստի ավտոբուսի մեջ, որտեղ դու չես կարող բարձրանաս։ Ես էլ խնդրեցի, ասի Թամարա ջան, շատ եմ խնդրում, ես կգամ, որտեղ կհոգնեմ, այնտեղ կնստեմ, կսպասեմ, մինչև դուք բարձրանաք իջնեք։ Եվ ես բարձրանալով կամաց բարձրանալով հասա միտեղ, որտեղ արդեն մի քիչ հանգստանում էի, ես կորցրեցի մեր աղջիկներին, կարելի ասել, մեր երգչախմբի աղջիկներին, Գոհարի հետ պիտի երգչախմբով երգեինք այնտեղ Սևանում։ Կորցրեցի իրանց եւ մի քիչ հանգստացա, այդտեղ մի տղամարդ մոտեցավ, արդեն քիչ էր մնացել, մի քանի կրուկ էր մնացել, այդ տղամարդը կնոջ հետ մոտեցավ, ինձ գրկեցին, բարձրացրին, փշեր կար, վարդի փշեր էր, ինձ ասեցին, դու այնտեղ չես կարող բռնվես, ավելի լավ է մեզնից բռնվի։ Մեկ էլ տեսա փոխանակ մի ոտով բարձրանամ հանգստանալով, 1 2 բարձացա, հասա մինչև եկեղեցի, այնտեղ էլ կանգնեցի, երգեցի, Տեր ողորմյան երգեցի, հայրապետական մաղթանք երգեցի։ Հրաշալի է։ Երգեցողությունը, երաժշտությունը ինչ է փոխում ձեր կյանքում։ Նախ իմ առօրյայի մի մասն է, երկրորդն էլ ինձ ոնց որ տոնուս տա ապրելու։ Փոխել ասելով ես չեմ պատկերացնում ինչ եք ուզում որ ասեմ։ Այսինքն կյանք է տալիս ձեզ երաժշտությունը։ Ապրելու, առաջ խաղալու տոնուս է տալիս։ Իսկ ես գիտեմ, որ դու գրական ակումբ եք հաճախում, գիտեմ, որ շատ սիրում եք ասում։ Օրանել եմ հաճախում, երգչախումբ կա այնտեղ։ Հրաշալի է։ Իսկ գրական ակումբ որ հաճախում եք, ես գիտեմ, որ դուք շատ լավ նաև ասմունքում եք, անցած անգամ, երբ որ մենք հանդիպեցինք, դուք մի քանի տող ասացիք։ Եթե մի բան կհիշեք։ Ոչ ամեն անգամ եմ գրականը գնում, ուղղակի եթե իրանք արդեն հանդես են անում, ինձ տեքստը տալիս են, ես այդ մի երեկոյի մեջ արդեն սովորում եմ։ Այնով կարդալով ասում, ես արդեն անգիր եմ ասում։ Ոնց եք պահեշտ սովորում անգիր։ Ճիշտ ասած չգիտեմ։ Վերջին անգամ որն եք սովորել, կարդ ասանեք։ Մենք էլ լսենք։ Ունկնդիրն էլ։ Չէ, այդպես չեմ կարա իրաց սովորածների, չեմ կարող, բայց ձեր ամենասիրածներից մեկը ասեք։ Շունն ու կատուն։ Մենք այդ բարի խմբակում ունենք այդպես խաղարկային մի տեքստ, որտեղ մեկը շուն է խաղում, ինձ հաճախող շուն էին ասում, մենք գովում ենք, որ շունը պահապանն է մեր մի ամաչի հետ շուն վառից։ Լավ, չէ, տիկին այդա, մեծական մի բան ասեք, մեր ունկնդիրները մեծերն են, մի լուրջ։ Ու ես ասեցի, դե մենք էլ ենք մեծեր ընդեղ։ Ասեցին երեխաները կխաղան այդ մասը, բայց չեկան, ես ընդեղ ասի շունն ու կատուն։ Իսկ խոհափիլիսոփայական քառյակներից մի բան, այն ամենասիրելին, որ մտորելու տեղ տա։ Որն եք հիշում։ Ճիշտ ասած չգիտեմ։ Անցած անգամ արձագանքը ասացիք, կամ Սահյանից մի բան ասացիք։ Սահյան, սիրում եք։ Թե Թումանյանի, Սահակյան։ Թումանյանն էր ոնց որ ասեմ։ Հա, որն եք ուզում ասեք։ Արձագանք Թումանյանի։ Միջոցառման ժամանակ որ շատ գովաբանեցին Թումանյանին, ես էլ խնդրեցի աղջիկներ ասեցի, թույլ կտակ ես էլ մի բան ասեմ Թումանյանից, քառյակները իրանք էին ասում։ Ուղղակի ես ասում էի երկու բան, մեկը հին օրնություն, վերջում էի ասում,
որ եզրափակում էի, մեկն էլ արձագանքը։ Լավն է արձագանքը, եկեք արձագանքը։ Սարերում անտես ընկեր ունեմ ես, միշտ ձայն եմ տալիս, բայց ոտ չի գալիս, կանչում եմ էհեյ, կանչում է նա էй, կանչում եմ ուր ես, կանչում է նա ես, կանչում եմ հա, հա, կանչում է նա ա, կանչում եմ արի, կանչում է նա ի, գալիս ես թե չէ, ընկերս թե չէ, այսպես ես նրան միշտ ձայն եմ տալիս, անտես ընկերս ինձ մոտ չի գալիս։ Հրաշալի ասված։ Ընկերների մասին ասեք, ձեր ընկերները այսօր, ձեր կյանքը դուք մենակ եք ապրում, ձեր կյանքը ձեր ընկերներն են։ Այո, ես մենակ եմ ապրում, բայց ես մենակ չեմ զգում ինձ, որովհետև մենք ճաշարանում ունենք ընկերներ և դասի ժամանակվա, դասի պարապմունքի ընկերներ և պարապմունքից հետո որոշ մարդիկ նարդի են խաղում, որոշ մարդիկ նստած կարտ են խաղում, այդպես առօրյան մեր անցնում է, մենք արդեն ընկերացել ենք, շփվել ենք բոլորի հետ։ Տիկին Այդա, 90-ին մոտ մարդը մեր քաղաքում, մեր հասարակության մեջ, մեր երկրում ինչ դժվարությունների է բախվում, ինչ խնդիրներ ունի, որ դուք ուզեք բարձրաձայնել։ Ինչ խնդիրներ ունեք 90-ում։ Ես թե առհասարակ։ Ընդհանրապես ձեր օրինակով 90 տարեկան մարդը։ Դե մի քիչ ուշադրության պակաս ինձ համար չեմ ասում։ Ես դա ինքս արդեն հաղթահարում եմ։ Մի քիչ էլ գումարի պակաս և առողջական, կարևորը առողջական, որ մի քիչ որ միտեղ ցավում ասում եմ դե լավ է, ես արդեն մեռնելս եկել է, էլ գնամ ինչ անեմ, բայց ես համառորեն գնում եմ դեպի առաջ, գնում եմ։ Հրաշալի է։ Դուք ինձ ասացիք, որ Սևանի թերակղզին բարձրանալուց հետո ձեր առողջականը կարգավորվեց։ Երեկ բարձրացաք, այսօր կարգավորվեց։ Չբարձրացած դեռ կարգավորվեց։ Որ ինձ ասեցին նստի ավտոբուսի մեջ կամ դուրսը նստի մինչև մենք կգանք, ես որ խնդրեցի, ասեցի ինչքան կգամ, խնդրում եմ, Թամարա ջան, ինչքան կգամ, հենց որ կհոգնեմ, այդտեղ կնստեմ, կսպասեմ ձեզ։ Գնացի ու զգացի, որ մեկը ինձ բռնեց։ Այդ տղամարդը, որ բռնեց, արդեն մի քանի պտույտ էր անցել, որ պիտի հասնեի, մի ոտի փոխարեն երկու ոտս էր արդեն գնում։ Այսօր էլ աստիճանները հեշտ եկա։ Հա, այսօր էլ աստիճանները էլ երկու ոտով եկա։ Մի քիչ ձեր օգնությամբ իհարկե։ Հրաշալի է։ Տիկին Այդա, ձեր տեսքը, ձեր զարդերը, ամեն ինչ համադրած, դուք նույնիսկ ձեր կոշիկներն եք դուք համադրել, որ անգամ 90 տարեկանը մի քիչ անհարմար է, բայց որ գույնով համապատասխան լինի։ Նույնիսկ իմ քույրն է ասում, քույրս էլ է գալիս 7-րդ մասիվ։ Ինքը, ես ասում եմ աղջիկներ, որոշ մարդկանց ոտ կրում են էլի այդ զարդեր բան։ Ասում եմ մեզնից մեկը դժգոհում է, որ մենք այս տարիքում զարդեր ենք կրում։ Ճիշտ է, թե ճիշտ չի։ Այդտեղ արդեն քույրս հասկացավ, որ իր մասին է խոսքը, ասեց դե հա, օրինակ ես ոչ պամադա եմ քսում, ոչ ականջողեր եմ դնում, ոչ զարդեր եմ կրում, ամեն ինչ իմ մոտ բնական է։ Դե այնտեղ ասեցի բնական, արտաքինից բնական, ոչ թե ինչ-որ զարդեր կրելով, դուք մի քիչ ճիշտ չեք ասում, եթե մարդ զարդ է կրում, նշանակում է նա ապրելու դեռ շանս ունի։ Շանս ու ցանկություն։ Այո, ցանկություն ունի առաջ խաղացման ու երիտասարդ երևալու։ Հրաշալի է։ Տիկին Այդա, եթե ժամանակը հետ տալու հնարավորություն ունենայիք, կոնսերվատորիան կավարտեիք, ինչը կփոխեիք ձեր կյանքում։ Դե կավարտեի, բարձրագույն կգնայի։ Մի խոսքով դժվար ծննդաբերեցի, չթողեցին էլ շարունակեմ։ Փոշմանել եք։ Պատկերացրեք, որ հա, չնայած
իմ կյանքի ընթացքից չի թողել, որ ես փոշմանեմ։ Ես ընթացքի մեջ եմ, հենց դրա մեջ եմ։ Ծնողի համար զավակի կորուստը ամենադժվար չհաղթահարվող ցավերից է։ Դուք ձեր տղային կորցրել եք, ես գիտեմ, ոնց ուժ գտաք հետո արդեն ապրելու, կյանքը նորից սիրելու, նորից ձեր ասած առաջ գնալու համար։ Հա, ես 2 տարի նկարահանումների չգնացի, լրիվ հրաժարվեցի սերիալներում, կլիպներում։ Չեք կարողանում։ Սիրտս չէր ընդունում, էլի որ կարողանայի գնամ։ Սիրտս դեռ լաց էր լինում, դրա համար չէի կարողանում։ Դե 2 տարի հետո արդեն զգացի, որ պետք է շարունակեմ։ Ապրեցիք հանուն, շարունակեցիք հանուն ձեր մյուս երեխաների։ Այո։ Ես ունեմ 5 թոռ եւ 3 ծոր։ Հրաշալի է։ Կարոտում եք դրսում գտնվող ձեր տղային։ Իհարկե կարոտը։ Հա, կարոտում եմ իհարկե, բայց որ խոսում ենք Skype-ով որ խոսում ենք, արդեն ինձ թվում է ինքը իմ մոտ է։ Ինքը ամեն տարի 3 ամսով գալիս է այդ տունը, կանչում իր մնացած երեխաներին, ընկերներին։ Գալիս են հավաքում են ձեզ մոտ։ Հավաքում են մեր տունը, հա։ Քաղաքը 90 տարեկան մարդու համար արդյոք հարմար է։ Այսինքն տրանսպորտը, ճանապարհները, դուք ինչ դժվարություններ եք ունենում։ Դե այդ խցանումներն են անհանգստացնում բոլորին, ինչպես նաև ինձ, ուղղակի մի քիչ ձանձրալի է, երբ որ դու ուշանում ես ու չես ուզում բացակայես ու ուշանում ես, եւ այդ խցանումները 2-3 տեղ անգամ քեզ խանգարում են։ Իսկ դուք մտածել եք, որ երկրից գնաք ձեր տղայի մոտ։ Ճիշտ ասած, ես ծիտիկել եմ պահում։ Կանարերկա է առել, կանարերկա եմ պահում, երկար ժամանակով չեմ կարող գնամ։ Հիմա էլ մեր անդամներից մեկը երգչախմբի, մեկը երկուսը գնում են Կիրովական հանգստանալու, բայց ես ի վիճակի չեմ էլի 2 օրով, 3 օրով, մի օրով շատ մի գիշեր կարող եմ գնամ։ Պատասխանատվություն եք զգում։ Այո, այո։ Դուք ձեզ երկարակյաց համարում եք ու ինչն եք համարում ձեր երկարակեցության, այս առողջ մտքի, ֆիզիկապես ակտիվության պատճառը։ Պատճառը։ Նախ երկարակյաց համարում եք ձեզ։ Չէ, դեռ չեմ, ինձ թվում է դեռ այդ տարիքին չեմ։ Որ որ համարվեք երկարակյաց։ Ահա։ Քանիսից եք համարվելու երկարակյաց։ Իմ մտքում դեռ 7 տարի կա։ Այսինքն քանի տարեկան 95-ից 94-95-ում արդեն կհամարվեք երկարակյաց։ Արդեն երևի երկրորդ շնչառություն կվերցնեք։ Չէ, երևի արդեն չեմ լինի։ Այդ աստծուց է կախված, էլի, չգիտեմ։ Կթողնի երկարանամ, թե Դե սահմանափակվի։ գիտեք, որ Երևանի քաղաքապետարանը երևանաբնակ տարեցներին 100 լրանալուն պես պատվո վճարը չէ տալիս 1 միլիոն դրամ, այնպես որ դա մի բավականին խթան է, որպեսզի երկար ապրեք, առողջ ապրեք։ Այո, մենք ունենք ընկերներ մանկավարժների ակումբում, ունենք ընկերներ մի տղամարդ եւ Ռոզալյան։ Տիկին Աբրահամյանը։ Այո, Տիկի Ռոզալյան։ Ինքը 102 տարեկան թե քանիս է։ Արդեն 103 կդառնա։ Ինքը հաճախ ելույթ է ունենում եւ նենց է պատմում իր մասին ֆրոնտում, ոնց որ նոր է եկել այնտեղից։ Ձեր հիշողությունն էլ է լավ պահպանված։ Դուք ասացիք, որ ձեր տղայից հետո հիշողությունը տուժել է, բայց բավականին լավ հիշում եք փաստերը, այսինքն ես ասած զրուցում եմ ու դժվարություն, որ զգամ, որ ձեր միտքը կորեց, չկա, այսինքն դժվարություններ չեք ունենում դուք։ Հիշողության խնդիր չունեք։ Չէ, ունենալու ունեմ, առաջ ավելի շատ է եղել։ Ուղղակի ես համարում եմ, որ կորել է, որտեղ մի մասը արդեն զգում եմ, գնում եմ խանութ մտնեմ, ինչ որ բան եմ ուզում առնեմ, հասարակ առարկայի կամ մրգի անունը մոռանում եմ։ Ոնց կարող է լինի հիշողությունը ստեղը չի։ Այդ պահին հիշողությունից կորում է։ Այո։
Հրաշալի։ Իսկ ինչ պլաններ ունեք մինչև ձեր մատնանշած 95-96-ը, դե պայմանավորվեցինք, արդեն 100 տարեկան ես կգամ ձեր տուն։ Շատ ուրախ կլինեմ։ Ինչ պլաններ ունեք մինչև առաջիկա 5 տարվա համար կամ մինչև 100-ը։ Դե երգչախմբերը կշարունակեմ։ Ես չգիտեմ, այս ծնկներից հարցը կլուծվի, չի լուծվի, կաշխատեմ թեկուզ դժվարություններով, քայլեմ, բայց մասնակցեմ։ Իսկ պարը։ Պարը անպայման։ Ինչ է տալիս պարը ձեզ Այսօր կապրած պարի միջոցառում կա, սպիտակ պտի հագնվեմ, որ գնան, բայց ես չեմ հասնի, արդեն 12-ին իրանք սկսում են, մինչև գնան վերջացած կլինի։ Հաղորդման պատճառով բաց թողեցիք։ Այո։ Սա ձեր առաջի հարցազրույցն էր, բայց չի ասացիք, որ նկարահանվում եք, փորձառություն ունեք, չէ՞։ Նկարահանվում էի։ Ֆիլմերում, կլիպներում, էի։ Բայց հիմա չէ։ Հետաքրքիր է, որ չեք կաշկանդվում, հա, տեսախցիկներից, որը Չէ, արդեն սովորել եմ։ Նկարահանումների ժամանակ շատ ժամանակ եղել այնց, որ օպերատորին հարցրել են ինքը դերասան է, ասել են չէ, շատ ժամանակ ես ասել եմ, չէ, եկեք սենց անենք, սենց ավելի հարմար է։ Այդ նանից հետո հարց են տվել իրան, ասել են ինքը դերասանական կրթություն ունի, ասել են չէ։ Ինչ հետաքրքիր է։ Եվ կա բան, որ չհարցրեցի եւ դուք ուզում եք ավելացնեք։ Ինչ որ մի բան, որ բաց մնաց մեր զրույցում, մի բան, որի մասին կուզեիք խոսեիք։ Կուզեիք վերադառնալ ձեր մանկություն։ Շատ։ Մանկություն ասեցի, հիշեցի։ Մի անգամ 3 թե 5 տարեկան եմ եղել, ինձ մամաս ուղարկել է, որ պապայիս կանչեմ հարևանի տնից։ Դեմ դիմացի հարևանի տունը, սեփական տներ էր Կիրովականում։ Ուրեմն գլուխս կախել եմ ու գնացել, բայց չգիտեմ ուր եմ գնում։ Փոխանակ դիմացի հարևանը գնամ, գլուխս կախել գնացել եմ, հասել եմ մինչև Վանաձորի վերջը, անտառները։ Այնտեղ մի քոտուկ եմ գտել, նստել եմ։ Հարց ու փորձ անելով տեսել եք սենց մի աղջիկ կարմիր գլխարկով, շալվարով, բացատրելով եկել են հասել մինչև Վանաձորի անտառը։ Քոտուկների անտառ։ Այն գլխից առաջադեմ եք եղել 80 տարի առաջ Վանաձորում ով է շալվար ակնում։ Շորտիկ էր։ Հələ մի բան էլ Շորտիկ էր։ Հրաշալի է, ուրախ եմ, որ մանկության գիրկն էլ ընկաք։ Շատ շնորհակալ եմ, որ եկաք, որ նույնիսկ զողողության գնով, հա, բարի միջոցառումը բաց թողեցիք։ Այո։ Շնորհակալ եմ Տիկին Այդա։ Ուրախ եմ ծանոթության համար ձեր վարակիչ կենսասիրությունը, կենսախնդությունը օրինակ է նաև մեր ունկնդիրների համար, մեր բոլորի համար, որ չալարենք, ձեր ասացի պես շարժման մեջ չլինենք։ Դեռ մանկությունից շարժվել եք։ Ուղղակի այո, մենք մեր երգչախմբերով շատ ենք օրինակ ծառայում երիտասարդներին։ Նրանք ամբողջ օրը հեռախոսի մեջ են։ Իսկ դուք իրական կյանքն եք գերադասում։ Շնորհակալություն, առողջ եղեք։ Մերսի։ Ակտիվ եղեք, լսեք մեզ Հանրային ռադիոյի amradio.am կայքում դիտեք հաղորդումը։ Բաժանորդագրվեք Երկրորդ շնչառության YouTube-ի ալիքին, գրեք մեզ TikTok-ում, Instagram-ում, Facebook-ում։ Ձեզ ուզող հարցերին մենք անդրադառնանք հաջորդիվ։ Առողջ ու երկար կյանք եմ մաղթում։